Որտեվ դու ոնց որ բան ունեիր ասելու ստեղ ինչ-որ։ Հա, ես ես ինչի վրա եմ զարմանում, այս Վլադիմիր Վարդանյանը ստեղ իրականում հավաքականն է այս իմաստով, որ Վլադիմիր Վարդանյանի մասին ինչ-որ տարօրինակ տեղեկություն էր հայտնվել համացանցում, ուրեմն պարզվում է Վլադիմիր, գիտեք, հա, ով է այդ իրավական հարցերով հանձնաժողովի մշտական հանձնաժողովի, ԱԺ իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է, որը նաև պատճառ հանդիսացավ Ղաղամերիկ, մեր շատ լավ ընկեր, լուսահոգի Մեհերի այդ միջադեպի ժամանակ, որ վերերկացոր մեր որի պատճառով մի հատ քրեական գործ ես շալակեցի։ Այո, մի խոսքով իրանց բավականին տենց հայտնի իրանց այդ հիմնական, հա, պրոբլեմատիկ կերպարներից մեկն է, ինքը իր ոճի մեջ, հա, որտեվ всё-таки կրթություն ստացած մարդ է, ի տարբերություն այդտեղ մի շարք ագարդիոնների, սա կիրթ կերպար է, բայց կրկին պրոբլեմատիկ ու ինչ տեղեկություն էր, որ ինքը փոխել է իր ազգանունը, ինչ որ այդտեղ ճիշտ է տեղեկությունը այնպիսին էր, որ կնոջ ազգանունն է վերցրել, ինչ որ փուլում հետո հետ է վերցրել իր ազգանունը, բայց ինքը հետո մանրամասնում է, որ տատիկի ազգանունն է վերցրել հետո էլի հետ տվել ու հարցը ստեն էր, որ ինչ որ ժառանգություն ստանալու համար պետք է տատիկի բանը վերցներ, ազգանունը։ Ես չգիտեմ, դա տարօրինակ պրակտիկա է, ես չգիտեմ, օրինակ ինչ որ մեկը եղել է, որ տատիկը մահանա, ինքը ստիպված վերցնի տատիկի ազգանունը, որ փող ստանա, հետո էլի հետ վերցնի իր ազգանունը։ Իմ մոտ տես դեպք չի եղել, թեպետ եթե չեմ սխալվում, նես չի որ ինչ որ ժառանգություն եմ քեզ թողել, հա։ Տատիկից դժվար ինչ որ ժառանգություն ստացած լինի։ Տատիկս գիտնական կին էր, սաղքյանք դասախոս աշխատած, ինչ պիտի թողեր ինձ, ասենք, գեոլոգիայի գրքեր։ Չգիտեմ։ Տենց ասոբը բան չի թողել, բայց դժվար է, համել չսանես որ նույն ազգանունն էր, ախպեր ջան, մի րոպե։ Հա, հորական կոմից տատիկը։ Ինքը վերցրել էր պապիկի ազգանունը, հա, օքեյ։ Այն ժամանակ տենց էր ձևը, թե չէ, ինձ թվում է այնպես չէր որ մեծ երկրպագ։ Բայց դա դրա մեջ ինչ-որ թեմա կա, բայց չեմ անում, չգիտեմ։ Մենակ երբ որ կինը վերցնում է ամուսնու ազգանունը։ Հիմա գիտես շատ դեպքում չեմ վերցնում, բյուրոկրատիայից ինձ թվում է խուսափեն, էլի, եկա կինո է, պետք է թղթեր մղթեր, պասպորտը փոխես, այն սաղ ինչ ունես, չունես, փոխես այդ անունով։ Մի խոսք չեմ անում, կամ կարող է ֆեմինիստական ինչ-որ բանավորել չեմ փոխում։ Էական կինը չի փոխել, ֆեմինիստական ոչ մի բան չկա այդտեղ։ Դե չգիտեմ։ Ընկերդ չի փոխել։ Թե կինը չի փոխել իր ազգանունը։ Բայց օրինակ ի՞նչ եք դիտարկել դա։ Ես իմ չեմ մտածել։ Դա դե որտեվ հավելել գեմարո էր։ Դու մտածել ես դա ասոբի արժեք չունեցող բան է, բայց պահանջում է լիքը ջանքեր։ Իմաստը ո՞րն է, չեմ հասկանում, ախպեր, ես չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ դրա իմաստը ո՞ր։ Չէ, բայց որ տղամարդը վերցնի կնոջին, դա մի քիչ տարօրինակ է։ Այսի, հեսա քեզ գիտես ով անդրադառնալու։ Կանանց ռեսուրսների կենտրոնը Լարա Ահարոնյանի գլխա։ Ողջույն Տիկին Լարա, հուսով եմ ձեր մազերի գույնը նույնն է, ծիածանագույն։ Հեսա ձեզ մի բան ասելու եմ մի դեպ Տիկին Լարա։ Պրոբլեմատիկ բաներ եք անում, հեսա կասեմ։ Ուրեմն վերադառնալով ես մեր երիտասարդին, ոնց հասկացա ինքը մորական կողմից ժառանգություն ստացող բանը, որովհետև հորական կողմից հավանաբար ուներ այդ նույն ազգանունն էր կրում ինքը։ Ինչևէ, սա ստիպած վերցրել է տատիկի ազգանունը, որ ստանա տատիկի թողած ժառանգությունը։ Հետո հետա վերցրել իր ազգանունը, տենց բան արել, էլի, տրյուկ արել, այսպես ասած, ու որպես հակառակ այդ պնդմանը, որ կնոջ ազգանունն է վերցրել, որտեղ իրան թվացել է, որ դա նսեմացնում է իր տղամարդկային արժեքները, բայց թեպետ դու նոր պնդեցիր, որ դա այդպես էլ կլիներ, եթե ինքը դա աներ։ Մեր երկրում կան քաղաքական գործիչներ, հատկապես այս վերջերս ընդդիմադիր հայտ ներկայացրած, որոնք կարան իրանց կնոջ բանը վերցնեն ազգանունը, եւ ես կհամարեմ դա օրինաչափություն։ Բայց ես այդ պրոբլեմ իմաստը չեմ տեսնում, իմաստը ո՞րն է դա անել օրինակ։ Վերցնել կնոջ ազգանուն, չէ, իմաստը ո՞րն է։ Ես օրինակ ամուսնու իմաստը կարա որ լինի։ Այն ժամանակ ինչ են ինձ թվում արեն, այ դե երեխեքը լինելու են քո հոր ազգանով, նու երեխեքը հոր ազգանով են, չէ՞ լինելու։ Այս ֆեմինիստները կարող են մի օր ասեն խիա հոր ազգանով, պետք է երեխան լիներ մոր ազգանով։ Չէ, պետք է ասեն ինքը պետք է ընտրի երևի։ Չեմ անում, մի խոսքով ֆեմինիստական դաշտում տանք հասարակական կանանց ռեսուրսի մասին երկու բառ պետք է ասեմ, դրա համար չեմ ուզում ֆեմինիստական բաներ խոսամ կամ հակաֆեմինիստական, բայց խնդրեմը ո՞րն է այստեղ։ Ինքն է տանում այդ գիծես, ես ինչ ասրա ունես, Վլադիմիր Վարդանյանը, որտեվ սենց անում, ասում է, ախի ես այդ տղեն եմ, հրապարակի այդ խոսելուց ասել, էլի, ասել է, ես այդ տղեն եմ, որը կնոջ ազգանունը կվերցնի, այսինքն տանելով տղայական դաշտ է, ամենը տղամարդկայնության ինչ որ դրսևորում իբրև, ասես ինքը տղամարդկային տենց բարձր հատկանիշներ ունեցող կամ տես լավ տղա է ինքը էլի ուժեղ ворս տղա է ուրեմն ինքը էն է ես վստահ եմ իր մեզ նայում են դե ԿՊԱ-ականները որ տենան կարող է մեկին քրֆենք մրֆենք դատի տան ուստի ես վստահ եմ հիմա առնվազն մի քանի ԿՊԱ-ական падգամավոր նամա Ագարդիոն ջան քեզ հատուկ ողջույններ դաժե անունը կարած չասես ինքը արդեն ոնց որ սենց էս անում ինքը միանգամից գալիս հոп հոպ տենց է
Ուրեմն իմանաք էլի ով է ձեր այդ, չնայած ձեզնից շատ չի տարբերվում, բայց ամեն դեպքում իմանաք ով է դա։ Ուրեմն ես էս սրա մասին պատմում եմ, բայց կարճ մի անգամ էլ պատմում եմ, որ ինքը ներկայանում է որպես լավ տղա, էլի, որտեվ այդ ախր ֆեյք է, սրա մեջ ամեն ինչն է ֆեյք։ Օրինակ մենք գիտենք, չէ՞ որ նախորդ իշխանության մեջ կային պրոբլեմատիկ կերպարներ, բայց որոնք այդ տղայական դաշտում շատ բարձր հարգված մարդիկ էին։ Բայց այո, քաղաքականության մեջ պրոբլեմատիկ էին։ Նու իմ կարծիքով, նաև շատերի կարծիքով։ Բայց իրանք այդ դաշտում շատ բաների հասած մարդիկ էին։ Հիմա սրանք արա ոչ մի դաշտում ոչ մի բան են, հասկանում չկա դες դաշտ, որտեղ իրանք ինչ որ բան են, որ ինչ որ արժեքավոր տեղ լինի։ Հա, իրանք հիմա պատշմուտը փորձում են տղայական դաշտ ինչ որ բաներ, տղայականը իրանք 0 են։ Ուրեմն էս Վլադիմիր Սիմինչյանը, Վարդանյանը Սլավոնականում կաֆեդրայի վարիչ չէր, թե ինչ զիբիլեր, ինչ որ տես մի բաներ, ես արդեն ավարտել էի համալսարանը, բայց ընկերներս դեռ սովորում էին այդտեղ եւ մի օր երեկոյան ժամի ուսխորթի նախագահ էր ընկերս ինձ հրավիրում է ինչ որ բան քննարկելու, երեկոյան ժամը դե մենք գիտենք դասեր չկա, նստած քննարկում ենք ինչ որ բաներ եւ բնականաբար կաշկանդված չենք այդ մեր խոսույթի բարձրության, որտեվ ենթադրում ենք, որ հարկում մենակ ենք, հա, բարձր ինչ որ կարող է խնդայենք ինչ որ բաներ, դե ջալ տղեկ ենք, չգիտեմ 20-21 տարեկան Մեկ էլ դուրը ծեծում են մտնում ասած, երկար չեմ պատմի բովանդակությունը, բայց իմաստն է, որ ինքը մտածել է, որ ես ուսանող եմ, ինչ որ տենց լկտի ձևով, բայ տղա բան էսա քեզ նենց կանեմ կհանեն համասարանց, բան ռեկտորով, մեկտորով, բաներ է խոսում, արա ասիարա գնա մանարի, դեգեներատ, ես ավարտել եմ համասարանը։ Էս չի հարցը, մի խոսքով մանրամասն չեմ ուզում սրա մասին խոսել, այսինքն ըստեյության խոսություն է անում ինքը։ Այո, ինքը ներկայանում է որպես ես այդ տղեն եմ, դու այն տղեն ես, որը գալիս է ու մարդկանց պիչում Պոլնի սխալ տեղը անում նկատողություններ, որտեղ մենք երբ իմանում ենք արդեն որ այդտեղ կան մարդիկ, ասում ենք ներողություն, մենք չգիտենք, հա, շարունակում է այդ իրա տելեր էլ ինքը տղայական իրա պահով, բայց ինքը չգիտի դա որն է, ինքը մենակ լսել են, որ դե հասկացաք, չէ, այդտեղ դե ասինք, որ ինքը երևի թե լավ չի հասկանում ու դա հանգեց նրան, որ ինքը այդ տիրույթը տղայական փոխեց ակադեմիականի։ Խաժակյան Դավիթ էլի համարյա։ Այլ չասեմ, որ փաստացի խոզություն արեց որոշում։ Մի անգամ այդ նույն տիպի տղեն ես դու կնե, ուստի դու շատ հեշտ կարաս կնկատ ասես, հեսա այդ կնկատ ժառանգության հարց լինի, Աստված չտա հիմա։ Կարող լինի հիմա կյանքը։ Հա, կարաս կնկատ։ Կորեայի ժառանգության հարց լինի, Կորեային հետ կվերցնես։ Քեզ մե դու ոչ մի բան ես, քո դու ավելին քեզ ասես, դու պետք է ձգտես փոխել, անդադ պետք է փոխես, որտեվ քո բարոյական կերպարը չպետք է ստագնացիայի մեջ լինի դրա աֆիլիացումը քո ազգանվան մեջ։ Հա պետք է հա փոխես, ախպեր, հա փոխես։ Կրուտիտն էլ ունես կակրած, ասեն արա այս բանս թռնում ես, ասես չէ ախպեր, ես պրոստը դե բան։ Ժառանգության թեմա։ Տատուս դվարնի ախպերն էր մերը, հետո մեր ժառանգության թեմակեր դե դրա համար դարա Հովսեփյան բան։ Փահլևանյան բան։ Հա փոխի ախպեր, հա փոխի ծերեդ կորցնենք։ Հետո չիմանա։ Ծերեդ կորցնենք։ Նա ասենք արա տնաս։ Ոչդ կորցնենք։ Ասենք մեկ ասի ասենք Տնաս բանեն Վլադիմիրին կարանք գտնենք, ասես օրը խույվո ինչ ազգանուն ունի, ապա ոնց ման գանք ախպերը, թե Լուբոյ ազգանուն կարար լինի, ապա։ Լավ միտք է։ Այդ մի անգամ այդ նույն բանից մեր հետ պրոստը մենք ուսանող էինք ու դասի ժամանակ էր, մեկը կար Old English էր մեզ դասավանդում, որոնց լավ տղա էր, չեմ հիշում դա ժանունը։ Արա դասի ժամանակ բան խնդացինք ձեր առանք բանման, բարալ հելեք դու սայ տղա բանման, ասինք արի արա, ոնց թե հելեք դու, արի տենենք ով ես։ Հելանք դուս դուրը փակեց, ասեց հենց հիմա ռեկտորի կաբինետ։ Ճիշտ է, դες բաներ եղավ, բայց հիմա ինքը բան է, նույնն է սրա, ապա իրանք մասը հավաքական։ Կենտրոնի բանը փութաջանություն էլի։ Բայց ուզում ասեմ, ինչ է սա հավաքական, որովհետև ուրեմն ասենք նույնը անում է Արթուր Հովանեսյանը։ Այն որ բան չէ Լևոն Քոչարյանի հետ ինչ որ բան խոսալ, իր հերրակա իրան բան անելու։ Հա, բայց նա Էդգարի հետ Ղազարյան հələ եթե ինքը, ասենք մենք հասկանում ենք, չէ, բոլորս օրինակ այլ հավասար պայմաններում ինչ կլիներ Արթուր Հովանեսյանի հետ, եթե ինքը խնդիր ունենար Լևոն Քոչարյանի հետ։ Օրինակ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, ասենք, ամեն առումով, հա, ամեն առումով, թե ֆիզիկական թելն է թելում ապա։ Հա? Մարտակեր իշխանության թելն է։ Մարտակեր չէ, բրատ, այսինքն եթե ինքը իշխանություն չի առհասարակ, որևէ իշխանության չլներ, Քոչարյանը որևէ, այսինքն ֆիզիկական դաշտում, ասենք ինչ կաներ հետը։ Որևէ դաշտում։ Արա չկա տենց դաշտ, որտեղ ինքը լավ կավարտեր այդ ամեն ինչը, բայց հիմա ինքը տես ծույլի տղական, որ այդ տղա բան հանգրսես մի խոսքով, սրանք բոլորը fake են, fake։ Ունենք մի հատ ալտերնատիվ իրականություն, որտեղ խոզը վարչապետ է, տարբեր ինչ որ կենթանիներ, տարբեր պաշտոններ են զբաղեցնում, իրանք ինչ որ իլյուզիաներ ունեն, որ իրանք ինչ որ տղա են, եւ այլն։ Եվ մենք էլ ինչ որ sense նստած ենք, ողջախոհ մարդկանցով զարմանում ենք անդադես ամեն ինչի վրա, ինչ որ կա, ինչ որ ժեխերի կույտ, որոնք այս ամեն ինչը հավատում եւ պաշտում են, ու մենք sense շարունակելով տեսնում ենք, թե ոնց է անընդհատ լինում ավելի վատ, օրորի գնալով ինչ որ ավելի բաներ են տեղի ունենում։